Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյաներ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերջզգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, արդեն վաղուց տեղադրված են 2026 թվականի կանխատեսումները բոլոր կենդանակերպերի համար, ինչպես առանձին տեսանյութերով, այնպես էլ 12-ը մեկում այդ գերհետաքրքիր 5 ժամանոց վիդեոն, եթե չեք դիտել, անպայման դիտեք, սիրելի բարեկամներ։ Եվ շուտով նաև կլինի փետրվար ամսվա կանխատեսումները եւ կլինեն արևելյան կենդանակերպերի կանխատեսումներ 2026 թվականի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից եւ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ, որպեսզի մշտապես պատկերացում ունենաք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Եվ ավանդաբար, սիրելիներս, ամեն շաբաթ ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ կանխատեսումները կենդանակերպերի համար։ Արդեն շատ շուտով, սիրելի բարեկամներ, փետրվարի 4-ին կմեկնարկի, այսինքն արդեն իր լիրավ իրավազորությունների մեջ կմտնի հրեղեն կամ արնագույն կարմիր ձիու տարին եւ իհարկե բավականին բար տարի է լինելու, բավականին անկանխատեսելի զարգացումներով լի տարի է լինելու, այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման գալ խորհրդատվության, որպեսզի նախորոք իմանալ, թե ինչպիսի խնդիրներ կունենաք 26 թվականին եւ հենց ժամանակից շուտ կանխարգել եք այդ խնդիրները։ Այդ իսկ պատճառով ես մինչև փետրվարի 4-ը հայտարարել եմ, արդեն շատ-շատերը օգտվել են 50% զեղչ on-line խորհրդատվության համար, սիրելի բարեկամներ, այնպես որ եթե չեք հասցրել, անպայման գալիք շաբաթվա ընթացքում վերցրեք այդ խորհրդատվությունը, գիտեք, որ տեղերը մշտապես խիստ սահմանափակ են, սիրելի բարեկամներ։ Տարին շատ հետաքրքիր տարի է լինելու, շատ այսպես էքսցենտրիկ տարի է լինելու, անկանխատեսելի տարի է լինելու եւ նամանավանդ արդեն փետրվարից բացվում են խավարումների ձմեռային միջանցքը, դա առաջին խավարումները կլինի 2026 թվականին, այնպես որ փետրվարը մեզ մոտ նույնպես բավականին լարված եւ բարդ ամիս է լինելու։ Իսկ այժմ, սիրելիներս, ներկայացնեմ, թե ինչ է մեզ սպասվում հունվարի վերջին շաբաթվա ընթացքում, հունվարի 26-ից փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում։ Շատ կարևոր է լինելու գալի շաբաթը եւ լի այսպես դարակազմիկ զարգացումներով եւ իրադարձություններով եւ հենց շաբաթվա սկզբին հունվարի 26-ին սիրելի բարեկամներ արդեն իսկ կզգաք այս տարվա այդ հրեղեն բոցաշունչ ազդեցությունը, բոցաշունչ էներգիան կզգաք, որովհետև բավականին լարված օր է մեզ մոտ հունվարի 26, հենց երկուշաբթի, վաղ առավոտյան, այսինքն հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը Երևանի ժամանակով 1:27 րոպեին արդեն լուսինը լարված քառակուսի կկազմի Մարս մոլորակի հետ, 1 աստիճան ցուրտ կենդանակերպում գտնվում է լուսինը եւ 1 աստիճան ջրհոսում գտնվում է Մարսը։ 4:06 րոպեին նաեւ լուսինը լարված քառակուսի կառաջացնի բարդ, ռազմական ագրեսիա առաջացնող, ռազմաքաղաքական լարվածություն ստեղծող Պլուտոն մոլորակի հետ, որը գտնվում է 3 աստիճան ջրհոսում եւ 3 աստիճան ցուրտ կենդանակերպում գտնվելու է լուսինը։ Իհարկե այս գիշերը, հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը բավականին ծանր գիշեր է լինելու, մղձավանջներով լի, հնարավոր է ինչ-որ մղձավանջային երազներ տեսնեք եւ նաեւ ռազմաքաղաքական տեսակետից բավականին բարդ, այսպես ասած, շաբաթվա մեկնարկ է
եւ Պլուտոնի հետ է լուսինը քառակուսի կազմում գիշերը եւ Մարսի հետ, որոնք երկուսն էլ պատերազմական մոլորակներ են, ռազմական ագրեսիայի խորհրդանիշներ են, այնպես որ այս գիշեր, այսինքն հունվարի 25-26-ի գիշեր բավականին լարված զարգացումներ են սպասվում։ Միջանձնային հարաբերությունները նույնպես լարված կլինեն հունվարի 26-ի հատկապես առավոտյան, վաղ առավոտյան 8:47 րոպեին նամանավանդ, որ լուսինը արդեն հունվարի 26-ին 8:47 րոպեին Երևանի ժամանակով լարված քառակուսի կառաջացնի նաև Արեգակի հետ 6 աստիճան ջրհոսում գտնվում է Արեգակը եւ 6 աստիճան ցուրտ կենթանակերպում գտնվում է լուսինը։ Սա արդեն լուսինը աճում է ողջ գալիք շաբաթվա ընթացքում եւ լրանալու է լուսնի առաջին քառորդ, այսինքն լուսինը իր թափը առնում է, զորությունը առնում է, իդեպ կարող է կատարել բոլոր այն անարողակարգերը եւ մահախոսությունները, որոնք միտված են ձեր կյանք դրական զարգացումներ բերելու գալիք շաբաթվա ընթացքում, որովհետեւ մյուս շաբաթ արդեն երկուշաբթի օրը մենք կունենանք լիալուսին փետրվարի 2-ին։ Եվ 14:49 րոպեին նաև լուսինը հունվարի 26-ին լարված քառակուսի կառաջացնի Մերկուրի մոլորակի հետ կապի հեռահաղորդակցության մոլորակ Մերկուրին 9 աստիճան ջրհոս կենթանակերպում է եւ լուսինը նույնպես 9 աստիճան ցուրտ կենթանակերպում կլինի, այսինքն անցնելով ցուրտ կենթանակերպով լուսինը բոլոր մոլորակների հետ, որոնք այդ կույտը, որը հսկայական կույտը, որը գտնվում է ջրհոսում, դրանց հետ բոլորի հետ հերթականությամբ կկազմի լարված քառակուսի հարաբերակցություն, այսինքն օրի 26-ը անբարենպաստ օր է ինչ-որ նոր նախաձեռնություններով հանդես գալու, գործնական հանդիպումների համար, ինչ-որ պայմանագրերի համար, նոր աշխատանքային պայմանագրերի համար կամ ինչ-որ ապագա լավ ընթացքի ակնկալմամբ ինչ-որ գործունեություն սկսելու համար, որտեվ ամբողջ այդ կույտի հետ, որը ջրհոսում է գտնվում լուսինը քառակուսի առաջացնելու հունվարի 26-ին վերջին մոլորակը, որի հետ լուսինը կառաջացնի քառակուսի, դա սիրո եւ գեղեցկության մոլորակ Վեներան է Երևանի ժամանակով 17:30 րոպեին լուսինը նաեւ լարված քառակուսի կառաջացնի Վեներա մոլորակի հետ, որը գտնվում է 11 աստիճան ջրհոսում։ Վատ է կանանց հետ հարաբերությունները կարգավորելու համար, լարվածություն կառաջանա նաև կանանց միջև փոխհարաբերություններում, այսինքն մայր, աղջիկ, հարս, կեսուր եւ այլն, ընկերուհիների միջև, ընդհանրապես հունվարի 26-ը բավական կոնֆլիկտային օր է, այնպես որ եթե չեք ցանկանում հետագայում, այսպես ասած, հարաբերությունները սրվեն, այդ օրը մի փորձեք ինչ-որ կարգավորել հարաբերություններ կամ նոր հարաբերություններ մի ստեղծեք այդ օրը։ Եվ օրվա վերջում, գիտեք, հունվարի 26-ին Նեպտուն, այդ դանդաղաշար անորոշության, մոգության, միստիկայի մոլորակ Նեպտունը վերջնականորեն մուտք կգործի Խոյ կենթանակերպ, դա տեղի կունենա 21:38 րոպեին Երևանի ժամանակով եւ շուրջ 12 տարի Նեպտունը մնալու է Խոյ կենթանակերպում մինչև 2038 թվականի մայիսի 22-ը։ Թե ինչ է նշանակում Նեպտունը Խոյ կենթանակերպում, իհարկե ես ներկայացրել եմ ինչպես ամսվա կանխատեսումներում, հունվար ամսվա կանխատեսումներում, այնպես էլ 2026 թվականի կանխատեսումներում բոլոր կենթանակերպերի համար, այնպես որ եթե չեք դիտել, անպայման դիտեք այդ գերհետաքրքիր վիդեոները, սիրելի բարեկամներ։ Եվ իհարկե անսպասելի զարգացումներով լի է լինելու նաև հունվարի 27-ը, որովհետև արդեն 4:40 րոպեին լուսինը կմիանա անսպասելի զարգացումների մոլորակ հեղափոխական Ուրանի հետ 27 աստիճան ցուրտ կենթանակերպում, երկուսն էլ կմիանան, ու սա նշանակում է ճանապարհներին պետք է շատ զգուշ լինել այդ 26-ի լույս 27-ի գիշերը, հատկապես վաղ առավոտյան, դեպի վաղ առավոտ հնարավոր են ինչ-որ անցանկալի զարգացումներ, կապի խափանումներ, ինչ-որ լոգիստիկայի հետ կապված խնդիրներ, փակ ճանապարհներ կարող են լինել կամ ինչ-որ այլ խնդիրներ, խցանումներ եւ այլն։
Երևանի ժամանակով 26-57 րոպեին Լուսինը 6 անկյուն կկազմի նաև հունվարի 27-ին Լուսինը 6 անկյուն կկազմի նաև Սատուրն օրակետ 28 աստիճան ձկներում գտնվում է Սատուրն եւ 28 աստիճան ցուրտ կենթանակերպում գտնվելու է Լուսինն բարեխառն օր է ամեն դեպքում հենց հունվարի 27-ը լի է լինելու զանազան անսպասելի զարգացումներով սիրելի բարեկամներ առհասարակ գալիք շաբաթը շատ էսպես անկանխատեսելի զարգացումներով շաբաթը անգամ դավադրություններ են հնարավոր գալիք շաբաթվա ընթացքում ինչպես ռազմաքաղաքական ասպարեզում այնպես էլ անհատական փոխհարաբերություններում գալիք շաբաթվա համեմատաբար բարենպաստ օրը հունվարի 28-ն է հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը 0:54 րոպեին Երևանի ժամանակով Լուսինը մոտ կգործի երկվորյակներ կենթանակերպ եւ արդեն 0:57 րոպեին Լուսինը գեղեցիկ 6 անկյուն կկազմի սկզբից Նեպտունի հետ 0 աստիճան խոյ կենթանակերպ դարձել 26-ին հունվարի նա Նեպտունը մուտք է գործել խոյ եւ Լուսինը մտնելով երկվորյակներ կազմում է 6 անկյուն ու այս գիշեր հենց հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը ես խորհուրդ կտամ անպայման հիշել ձեր երազները, որովհետև նրանք մարգարեական կարող է լինեն Եվ 6:52 րոպեին Լուսինը եռանկյունի կկազմի նաև ավերիչ Պլուտոն մորակետ, որը 3 աստիճան ջրհոսում է գտնվում։ 7:04 րոպեին Լուսինը եռանկյունի կկազմի նաև Մարս մորակետ, որը նույնպես 3 աստիճան ջրհոսում է գտնվում եւ թամպես ամսի 28-ին հենց Լուսնի Մարսի ու Պլուտոնի միությունն է, կներեք Պլուտոնի եւ Մարսի միությունը եռանկյունի կառաջացնի Լուսնի հետ, որը գտնվում է երկվորյակներում, այսինքն ջրհոսից դեպի երկվորյակներ այդ եռանկյունին կառաջանա։ Նո, այսինքն եթե շաբաթվա սկզբին լարվածություն է տիրում բոլոր այդ ջրհոսային կույտի հետ Լուսինը լարված քառակուսիներ առաջացնում, ապա հունվարի 28-ին Լուսինը գեղեցիկ եռանկյուններ կառաջացնի, որը կնշանակի, որ պետք է ակտիվ գործել այդ օրն հունվարի 28-ին եւ 29-ին օրվա սկզբին, որովհետեւ այդ ժամանակ այդ դրական մորակային փոխհարաբերությունները իհարկե կնպաստեն զանազան դրական զարգացումներին, դրական ինչ-որ զարգացումների ավարտին, եթե ինչ-որ նոր գործ եք նախատեսում, մեծ պրոյեկտներ ունեք, ապա հունվարի 28-ը շատ բարենպաստ է դրա համար, որովհետև Լուսինը փոխհարաբերության մեջ է մտնում բարձրագույն մորակների հետ, ինչպես Նեպտունի, այնպես էլ Պլուտոնի հետ։ Նո Պլուտոնի հետ դա արդեն նշանակում է, որ նաև ռազմաքաղաքական այդ աշխարհի ղեկավարությունը, ստվերային ղեկավարությունը կառավարությունը արդեն իսկ որոշումները կայացրել է բոլոր կարևոր հարցերի շուրջ եւ արդեն այդ որոշումը հրապարակվելու է նաև առավոտյան հունվարի 28-ին բարենպաստ է զբաղվել սպորտով եւ ֆիզիկական ակտիվության համար, որտեղ Լուսինը եռանկյունի առաջացնում Մարս մորակետ, որը կապված է ֆիզիկական ակտիվության հետ, նոր շփումներ, նոր ծանոթություններ, նոր կոնտակտներ այդ օրերին 28-ին եւ 29-ին բարենպաստ կլինեն եւ արդեն 15:06 րոպեին Լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Վարեգակի հետ, դա Էկադաշի օրը 8 աստիճան ջրհոսում գտնվում է Արեգակը եւ 8 աստիճան երկվորյակներում գտնվելու է Լուսինը լավ է միջազգային փոխհարաբերությունների համար, կարգավորելու համար, նոր կապեր ստեղծելու համար, որտեղ եւ Լուսինը եւ Արեգակը գտնվում են օդային նշաններում, իսկ օդային նշանները բարենպաստ են շփումների համար, կանխատեսումների համար, նաեւ անպայման համեցեք խորհրդատվության, իհարկե on-line խորհրդատվություն է զեղչվում, բայց որևիցե խնդիր չկա այս նորագույն տեխնոլոգիաների դարում իհարկե շատ ավելի բարենպաստ է իմ տեսանկյունից հենց on-line խորհրդատվությունը կան անմիջական շփումը Բարենպաստ է լինելու նաև հունվարի 29-ի սկիզբը, հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը 0:01 րոպեին Լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի նաև կապև հեռահաղորդակցության մորակ Մերկուրի հետ 13 աստիճան երկվորյակներում Լուսինը եւ 13 աստիճան ջրհոսում գտնվում է Մերկուրին, իսկ 0:32 րոպեին Լուսինը նաև գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Սիրո եւ գեղեցկության մորակ Վեներայի հետ 14 աստիճան ջրհոսում գտնվում է Վեներան եւ 14
աստիճան երկորակներում գտնվում է լուսին, իհարկե շատ բարենպաստ է կանանց հետ հարաբերությունները կարգավորելու, կանանց միջև հարաբերությունները բարելավելու համար, ընդհանրապես բոլոր դրական զարգացումների համար հունվարի 29-ի առավոտը բարենպաստ է, բայց երեկոն բավականին լարված կանցնի հունվարի 29-ի, որովհետև արդեն 23:56 րոպեին Երևանի ժամանակով լուսինը լարված քառակուսի կառաջացնի Սատուրն օրագետ, որը 28 աստիճան ձկներում է գտնվում։ Երեկոն բավականին լարված է լինելու, էմոցիոնալ ինչ-որ սառնություն կդիտվի մարդկանց միջև փոխհարաբերություններում եւ անբարենպաստ է ինչ-որ հանդիպումների համար։ Օրվա սկիզբը ավելի մինչև ժամը 12-ը կարող եք, եթե ցանկություն ունեք ինչ-որ բարելավելու հարաբերությունները, կարգավորելու, նոր գործ սկսելու, հունվարի 29-ին մինչև օրվա կեսը եւ արդեն հունվարի 30-ին գիշերը 2:31 րոպեին Երևանի ժամանակով լուսինը մուտք կգործի Խեցգետին կենթանակերպ եւ այստեղ 2:39 րոպեին նա լարված քառակուսի կառաջացնի Նեպտունի հետ 0 աստիճան խոյ նշանում գտնվում է Նեպտուն եւ 0 աստիճան Խեցգետնում լուսինուս շատ լարված երազներ հնարավոր է լինեն, ինչ որ մղձավանջներ եւ այլն։ Բարենպաստ օր է նաև հունվարի 31, հունվարի վերջին օրը 7:18 րոպեին վաղ առավոտյան լուսինը կմիանա մեծ երջանկության մարդ Յուպիտերի հետ, որը 17 աստիճան Խեցգետնում է գտնվում եւ լուսինը նույնպես 17 աստիճան Խեցգետնում է լինելու, իսկ 23:56 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի նաև Ուրանի հետ անսպասելի փոփոխությունների հեղափոխական մոլորակ Ուրանը գտնվում է 27 աստիճան Սուր կենթանակերպում եւ լուսինը 27 աստիճան Խեցգետնում է լինելու այս օրը հատկապես հունվարի 31-ը շատ բարենպաստ է աստղաբանական կանխատեսումների համար, այնպես որ օգտվեք ժամանակը իզուր մի վատնեք, այլ այսպես ասած զանազան իրենց հայտնի աստղաբան հռչակողների վրա ես իմ գլուխը չեմ սիրում գովել, բայց շուրջ 30 տարի զբաղվում եմ աստղաբանությամբ եւ ունեմ շատ մեծ փորձ, իրական փորձ մարդկանց օգնելու եւ ճշգրիտ կանխատեսումներ անելու ոլորտում։ Եվ վերջապես փետրվարի 1-ը, փետրվարի 1-ը բավականին լարված օր է մեզ մոտ լինելու, առհասարակ փետրվարը շատ լարված ամիս է, սիրելիներս, գիշերը փետրվարի 1-ին Երևանի ժամանակով 4:08 րոպեին լուսինը մուտք կգործի առյուծ եւ այստեղ նախ նա գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Նեպտունի հետ 4:22 րոպեին Երևանի ժամանակով, որը նշանակում է, որ դուք կարող եք պայծառատեսական մարգարեական երազներ տեսնեք հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը, իսկ արդեն օրվա ընթացքում, արդեն վաղ առավոտից բավականին լարվածությունը մեծանալու է ինչպես համաշխարհային մակարդակով, այնպես էլ միջանձնային փոխհարաբերությունների մեջ, որովհետև Երևանի ժամանակով արդեն 10:21 րոպեին լուսինը նախ դիմակայելու է Պլուտոնի հետ, այդ չարաբաստիկ Պլուտոնը, որը գտնվում է 3 աստիճան ջրհոսում եւ լուսինը 3 աստիճան առյուծում կգտնվի, սա նույնպես շատ լարված փոխհարաբերություն է, նշանակում է ռազմական լարվածության հավանականությունը բավականին բարձր է, համաշխարհային մակարդակով այդ լարվածությունը բարձր է եւ բոլոր այդ թեժ կետերը լինելու են շատ այսպես ակտիվ ռազմական գործողությունների կրկին թաթերաբեմ են դառնալու եւ 16:05 րոպեին փետրվարի 1-ին լուսինը նաեւ լարված դիմակայություն կառաջացնի Մարս մոլորակի հետ 7 աստիճան ջրհոսում գտնվում է Մարս եւ 7 աստիճան առյուծում գտնվելու է լուսինը։ Սա ընդհանրապես նախորդող լիալուսնին նախորդող փետրվարի 1-ը լիալուսնին նախորդող օր է եւ բավականին լարված է անցնելու այս լիալուսինը փետրվարի 2-ին աստիճանաբար բոլոր այդ կույտի մուրակների հետ լուսինը դիմակայելու է, որը որ սրելու է բոլոր տեսակի թե միջանձնային լարված հարաբերությունները, թե ռազմաքաղաքական այդ թեժ բոլոր հակասությունները, այնպես որ
որովից ինչ որ կարևոր գործ էր փետրվարի 1-ին մի նախաձեռնեք, հանդիպումներ նաև հատկապես օրվա երկրորդ կեսին մի ծրագրավորեք, որտեղ Լուսնի եւ Մարսի դիմականություն ուժեղ ագրեսիա կարող է առաջացնել, խնդիրներ կարող են առաջանալ նաև ճանապարհներին։ Այնպես որ փետրվարին եմ որ ասում եմ պետք է կոչկեք ամրագոտիները, այսպես անկանխատեսելի турբուլենտության գոտում ենք հայտնվելու սիրելի բարեկամներ։ Ահա այսպիսին է լինելու հունվարի վերջին շաբաթը եւ փետրվարի առաջին օրը։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ թե ինչ է սպասվում կենթանակերպերին հունվարի վերջին շաբաթվա ընթացքում հունվարի 26-ից փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում պատրաստ եք գնացինք սիրելի խոյակներ բավականին հետաքրքիր շաբաթ է ձեզ սպասում հունվարի 26-ից 28-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու հունվարի 28-ից 30-ը կարճանապար եք գնալու որի ընթացքում հնարավոր է հետաքրքիր հանդիպում կամ կարևոր լուր կստանաք եւ արդեն հունվարի 30-ից փետրվարի 1-ը զբաղվելու եք ձեր տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցերով հնարավոր է նաև տան առքվաճառք։ Սիրելի ցլակներ, բարենպաստ է ձեզ համար գալիք շաբաթը, հունվարի 26-ից 28-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է սիրելի ցլակներ։ Հունվարի 28-ից 30-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու, հունվարի 30-ից փետրվարի 1-ը կարճանապար է գնալու, որի ընթացքում հետաքրքիր հանդիպում է հնարավոր, լավ լուրեր քույրերից եւ եղբայրներից։ Բարեխառն է լինելու գալիք շաբաթը երկվորյակների համար, սիրելի երկվորյակներ, հունվարի 26-ից 28-ը զգուշացեք գաղտնի թշնամիներից, հունվարի 28-ից 30-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական բնույթի հարցեր, հաջողությունը ձեր կողմն է։ Հունվարի 30-ից փետրվարի 1-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու, բարեխառն է լինելու նաև խեցգետինների համար գալիք շաբաթը, սիրելի խեցգետիններ, հունվարի 26-ից 28-ը կուրախացնեն ձեզ ձեր չափահաս երեխան, ինչ շատ կարևոր երազանք իրագործվի, հնարավոր դուք իմանաք ձեր երեխաների ամուսնության կամ նշանադրության մասին եւ բարենպաստ է այդ օրերը նաև on-line բիզնեսի համար, հունվարի 28-ից 30-ը արդեն զգուշացեք սիրելի խեցգետիններ գաղտնի թշնամիների ակտիվությունից, իսկ հունվարի 30-ից փետրվարի 1-ը զբաղվեք ձեր արտաքին տեսքով, հմայքով եւ գեղեցկությամբ, հաջողությունը ձեր կողմն է։ Սիրելի առյուծակներ, ձեզ համար նույնպես բարեխառն է լինելու գալիք շաբաթը, հունվարի 26-ից 28-ը շատ կարևոր գործնական, պետական դրան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, պաշտոնի, աշխատանքի հետ կապված հարց է լուծվելու ձեզ համար, որը վաղուց չէր ստացվում, իդեպ այդ օրերին կստացվի։ Եվ հունվարի 28-ից 30-ը ձեզ կուրախացնեն ձեր չափահաս երեխաներին, շատ կարևոր երազանք իրագործվի ձեզ համար, հնարավոր է նաև շատ հեռանկարային հանդիպում։ Եվ հունվարի 30-ից փետրվարի 1-ը կակտիվանան սիրելի առյուծակներ, ձեր գաղտնի թշնամիները, այնպես որ զգուշ եղեք։ Սիրելի կույսեր, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը, հունվարի 26-ից 28-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, կամ նաև ճամփորդություն է հնարավոր սիրելի կույսակներ, հունվարի 28-ից 30-ը գործնական ոլորտում շատ կարևոր իրադարձություններ տեղի կունենան, որը դուք վաղուց սպասում եք, պետական դրան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, թե ինչ-որ աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված դրական զարգացումներ են սպասում եւ հունվարի 30-ից փետրվարի 1-ը շատ կարևոր երազանք իրականանա ձեզ համար, բարենպաստ է նաեւ on-line բիզնեսի համար, կուրախացնեն ձեզ նաեւ ձեր չափահաս երեխաները, սիրելի կույսակներ։ Սիրելի կշերքիկներ, հունվարի 26-ից 28-ը զգուշացեք, անսպասելի զարգացումներ կարող են լինել, հատկապես
հատկապես ճանապարհներին է պետք զգուշ լինել, առողջության հետ կապված պետք է զգուշ լինել, մեծ վարկեր եւ պարտքեր այդ օրերին մի արեք։ Հունվարի 28-ից 30-ը լավ լուր արտասահմանից կամ նվերից, հունվարի 30-ից փետրվարի 1-ը կարևոր գործնական ինչ որ զարգացումներ տեղի կունենան, դրական, որ վաղուց սպասում եք, պետական դրան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, աշխատանքի կամ պաշտոնի հետ կապված։ Սիրելի կարիճներ, բարդ եւ բարեխառն է լինելու ձեզ համար գալիք շաբաթը։ Հունվարի 26-ից 28-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումնից, որտեղ հետագայում դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Հունվարի 28-ից 30-ը զգուշացեք անսպասելի զարգացումներից, ինչ որ ճանապարհներին կարող է խնդիրներ առաջանալ կամ ֆինանսական, առողջական խնդիրներից զգուշացեք։ Մեծ վարկեր եւ պարտքեր մի արեք այդ օրը եւ հունվարի 30-ից փետրվարի 1-ը հետաքրքիր ճամփորդություն է ձեզ սպասվում, լավ լուրեր արտասահմանից կամ նվեր դրսից։ Բարդ է լինելու գալիք շաբաթը նաև աղեղնավորիկների համար։ Հունվարի 26-ից 28-ը լուծելու եք ընթացիկ աշխատանքային կամ առողջության հետ կապված հարցեր։ Հունվարի 28-ից 30-ը սիրելի աղեղնավորներ, զգուշացեք ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ բախումներից, որտեղ հետագայում դժվար կլինի վերականգնել այդ հարաբերությունները, իսկ հունվարի 30-ից փետրվարի 1-ը զգուշ եղեք ճանապարհներին, մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցեք, նաև առողջության հետ կապված պետք է զգուշ լինել։ Սիրելի այդ եղջյուրակներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը, հունվարի 26-ից 28-ը բարենպաստ է երեխաների համար, լավ լուրեր ձեր երեխաներից, հանգստի համար է լավ է նաև բիզնեսի համար։ Հունվարի 28-ից 30-ը աշխատանքային լավ օրեր են, ընթացիկ աշխատանքային հարցեր եք լուծելու, նաև առողջության հետ կապված հարցեր։ Հունվարի 30-ից փետրվարի 1-ը զգուշացեք սիրելի այդ եղջյուրներ ձեր զուգընկերների եւ գործընկերների բախումից, որտեղ հետագայում դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Բարեխառն է անցնելու գալիք շաբաթը նաև ջրհոսների համար։ Հունվարի 26-ից 28-ը լուծելու եք տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցեր, սիրելի ջրհոսներ, հնարավոր նաև տան առքովաճառք։ Հունվարի 28-ից 30-ը բարենպաստ է երեխաների համար, հաճույքների համար եւ հանգստի համար, իսկ հունվարի 30-ից փետրվարի 1-ը աշխատանքային բարենպաստ օրեր են եւ նաեւ լավ է առողջության հետ կապված հարցերը կարգավորելու համար։ Սիրելի ձկնակներ, ընդհանուր առմամբ բարենպաստ է անցնելու ձեզ համար գալիք շաբաթը, հունվարի 26-ից 28-ը կարճ ճանապարհ է գնալու, որի ընթացքում շատ կարևոր եւ շատ հետաքրքիր լուրեր կստանաք կամ հետաքրքիր հանդիպում տեղի կունենա։ Հունվարի 28-ից 30-ը տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցեր է կարգավորելու եւ լուծելու, իսկ հունվարի 30-ից փետրվարի 1-ը շատ բարենպաստ է երեխաների համար, հաճույքների համար, հանգստի համար, նաեւ բիզնեսի համար։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասում հունվարի վերջին շաբաթվա եւ փետրվարի 1-ի մինչեւ փետրվարի 1 ընկած ժամանակահատվածում անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերցյանի իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ նաեւ հետեւեք ինձ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում եւ նաեւ բաժանորդագրվեք իմ երկրորդ YouTube-յան ալիքին Աստրոմագիա եւ Թալիսմաններ YouTube-յան ալիքին, շատ շուտով այնտեղ նույնպես նոր հետաքրքիր վիդեոներ լույս կտեսնեն։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ, ես ձեզ մաղթում եմ ամենայն բարի հանդիպենք ստեսցին։